Ողջույն սիրելի հետևորդներ, շարունակում ենք, սովորեցնում ենք հայերեն բառերը Տաշիր Սամոյին շարքը եւ այդ ֆոնին ես այսօր ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ինձ դասավանդել են։ Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Հարոյանների ընտանիքին։ Ընկեր Հարոյանը եղել է մեր ուրեմն դպրոցի տնօրենը։ Իմ ժամանակով 2 տնօրեն փոխվեց, սկզբում ընկեր Հարոյանն էր, հետո ընկեր Մանուկյանը։ Եվ գիտեք, հենց գյուղի դպրոցի այդ 90-ականների 6-րդ տարիների այդ ուսուցիչները տնօրինությունը ջանք ու եռան չեն խնայել, որ մենք հնարավորինս ինֆորմացված լինենք, որ մենք հնարավորինս կարդացած լինենք եւ այլն։ Եվ Տաշիր Սամոյին սովորեցնում ենք Այբենարանը շարքից։ Ես ցանկանում եմ այսօր վերհիշել Խաչիկ Դաշտենցի ուրեմն ռնչվարների կանչը գրքից Այբեն գիմ։ Այբեն գիմ, ել հովակիմ, դա եչ զա, լծիր եզան, ըտ թո, բերկաց թաթո, ժե ինիլյուն, կապիր քոշուն, խե ծակեն, ուր է հակեն, հո ձաղատ, միհրան, միրդատ, ջեմ մենհի, կգանքիմի, նու շավո, պրծի շավո, չա պեջե, ուշե, վաչե, ռա սևև, ծագեցարև, տյուն ռեցո, մարդ աստծո, վյուն փյուրքե, քելը սրքե, և ով է, ինչ զով է։ Գիտեք, ես արդեն 36 տարեկան եմ և սովորել եմ, կարդացել եմ այս ամենը երևի 14-15 տարեկանում ես այսքանը անգիր հիշում եմ մինչև օրս։ Եթե ինձ որևէ հարց տաք այդ թվերի, այդ տարիների գրքերի, ես ամբողջությամբ անգիր հիշում եմ։ Ու իմիջիայլոց ընկեր Կարապետյան Սամվել, ասեմ, որ ես դպրոցը ավարտել եմ կարմիր ատեստատով։ Այո, և դա կփաստեն նաև իմ դասղեկը, իմ ուսուցիչները։ Դուք ասում եք, որ դուք Տաշիրի դպրոցում գերազանցիկ սովորել եք։ Ես չեմ կարծում, որ Տաշիրի դպրոցում տվել են վատ կրթություն։ Ես կարծում եմ, որ դուք կատարյալ տգետ եք և հավատացեք, ոչ մի գյուղի դպրոցում վատ կրթություն չեն տալիս։ Կախված է նրանից, թե ինչ աստիճանի տգետ ես դու և ինչպես կընկալես քո հայրենի լեզուն։ Նստի ու հետևիցս կրկնի այն ինչ ասեցի և իրականում խորհուրդ կտամ ժամանակ գտնես, Խաչիկ Դաշտենց վերցնես, ռնչվարի կանչը կարդաս։ Հետաքրքիր գիրք է, շատ հետաքրքիր գիրք է։ Մեկ մոտս գիտես ինչ է առաջանում, այն մեր ողորմածիկ մի գեներալ ունեինք, պարոն Սեյրան Սարոյանը, որ հարցնում էին ինչ գիրք եք սիրում, այնքան անկեղծ մարդ էր, շատ ազնիվ անկեղծ մարդ էր, երբեք չէր ասում, ես եմ կարդացել, են եմ կարդացել, դպրոցն գերազանցիկ եմ ավարտել եմ, դպրոցն գերազանց, ասում էր Ավարայրի ճակատամարտը Վարդան Մամիկոնյան, այդքան է գիտեր այդ մարդը, այդ մի գիրքն էր կարդացել, մենակ դրա մասին էր խոսում, բայց այդ մարդը չգիտեր, որ Ավարայրի ճակատամարտը Վարդանանք վեպից է, ու գիտես, գոնե այդ մարդը տենց արտահայտվում էր, կյանքիդ մեջ Տաշիր Սամո մի գիրք կարդացած կաս, խնդրում եմ, հայկական մի գիրք, հայերեն թարգմանությամբ մի գիրք եթե կարդացել ես, մեծ գրողներ ունենք, Թումանյաններ ունենք, Ղազարո Սաղայաններ ունենք, Խաչիկ Դաշտենցներ ունենք, Ռաֆի ունենք, չնայած դու Ռաֆու Խաչագողի հիշատակարանը հաստատ կարդացել ես, որովհետև այնտեղ դու Քավոր Մուրադը, Կտրիչ Ներսիսյանը իրար հետ խառը գործարքների մեջ եք։ Մի հատ գրքից մի բան ասա լսենք, էլի խնդրում եմ քեզի։ Այսքան է այսօրվա դասի համար։